Ախր շատ լավ գիտես, որ ես միամիտ չեմ։ Եթե ես ինչ-որ մի բան կասկածեցի, անենց ինվորմացիա կհավաքեմ շատ արագ, որ դիմացինս ուղղակի կզարմանա, վախից չի իմանա ինչ անի։ Ինչի մասին է խոսքը։ Դե ուղղակի քեզ վատ ես զգում, դողում ես։ Չէ, մրսում եմ։ Վախենում ես։ Մրսում եմ։ Վախենում ես ինա։ Վերադառնամ այն կարևոր կետին։ Այն կետին, որի վրայով չեմ կարողանա անցնեմ։ Դու գիտես այդ որ կետն է։ Դավաճանությունը ինա։ Ինչի մասին ես խոսում, Հունան։ Ես անտեր հեռախոսը ախր իր մեջ ենքան ինվորմացիա ապահում։ Դու էլ ենքան անզգուշ ես։ Իսկ ես ինչ եմ արել։ Այդ մեջքիս հետևում աղջկատ հետ կապված պլաններ ես գծում։ Լսի, Հունան։ Դու լուրջ մտածում ես, ես ոչ մի բան չեմ իմանալու։ Դու սխալ ես հասկանում։ Ձենդ չլսան։ Դու աչքիս են հին Հունանին ես կարոտել։ Ուզում ես, որ հետ գա։ Դե իմատես ոնց է հետ գալիս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ տիկին Ինան ա ուղարկել։ Ու դու մտածում ես, որ կարաս ինձ խաբես։ Հունանը հանգստացի թող խոսա։ Ինչ խոսես։ Ինչ խոսես, ինչի մասին ասես, որ ես չգիտեմ։ Դու ամեն ինչ սխալ Ես ոչ մի բան էլ սխալ չեմ հասկանում։ Այդ աղջկատ ուզում էր Լեյո հետ երկրից հաներ դուրս, հա։ Քեզ չեմ ներելու։ Ասել եմ, ինձ մեջքից խփել չի կարելի։ Ամեն ինչ կներեմ կյանքում, բացի դավաճանությունը։ Թող խոսեմ։ Հունան։ Գնաս տեղից Էռնա։ Հունան։ Ասեցի գնաս տեղից։ Թող գնամ։ Չէ, սպասի, ուր գնաս։ Գրիշ։ Գրիշո։ Գրիշո։ Գրիշ ջան, խնդրում եմ արթնացի էլի։ Գրիշո։ Չէ, հորքուր։ Գրիշ ջան, մամատ ու պապատ կռվում են ներքևում, խնդրում եմ իջի իրանց մոտ էլի։ Այդ նորություն չի նորմալ։ Գրիշո, վեր կաց։ Հորքուր ջան, ասում եմ նորմալ է, այսօր կռվում են, վաղը բարիշ են, թող հանգստացի։ Գրիշ, լավ էլի, վեր կաց, խնդրում եմ։ Ախպեր ես չեմ խառնվելու մի խոսքով, ինչ ուզում են թող անեն, հա։ Մանան ու Մտավ լոգարան։ ուզում եք գնա սենյակդ հանգիստ քնի, բան չկա։ Գրիշո, լավ էլի։ Ինչ որ պլաններ ես կազմում։ Աղջկատ ուզում ես Լեոյի հետ երկրից հանես դուրս։ Էդ ինձնից ես փրկում։ Հա, քեզնից եմ փրկում։ Ուզում ես ինձ սպանի, բայց իրականությունից չես փախչի։ Դու լուրջ մտածում ես, որ ես ոչ մի բան չեմ իմանալու։ Լեհից բան չի մնացել։
Երեխեդ քո աչքի առաջ տանջվում է, կործանվում է, ինչ անի։ Թողնե ինքն իրեն վնաստար դու հանգստանայր։ Ոչինչ, Ինա։ Ասում եմ դու հին հունանին ես կարոտել։ Հետ է եկել։ Հիմա տեսնենք դու դրանից կտուժես, թե ես։ Մի վարկյան գոնե աղջկատ մասին մտածել ես։ Մի վարկյան քո անունից առաջ նրա անունը դրել ես։ Որ հետո ավելի հանգիստ բոլորդ գլխից նստեիք, չէ՞։ Դու գոնե քո արասների հետևանքների մասին մտածել ես, թե ուղեղդ մթագնելա։ Լեան երջանիկ է լինելու, չի տանջվելու։ Վերջ։ Հա, փաստորեն դու ես տենց որոշել։ Իսկ փախնելով չի տանջվելու։ Հունան հերիքա։ Հերիքա, խնդրում եմ, մի հատ քեզ հայլու մեջ նայ, հերիքա, ուշքի արի։ Չէ։ Դու հլա համբերի։ Ամեն ինչ հլը նոր է սկսվում։ Դե դու սպասի։ Նայի պայմանավորվածը տեղում Լեոյի դիակը ոնց են գտնելու։ Չի ծնվել այդպես մեկը, որ փորձի ինձ խափի, հասկացար։ Սպանելու եմ այդ լակոտին, ու դրա մեղավորը դու ես լինելու, հետ իշի։ Հունան ոչ մի բան մի արա, խնդրում եմ։ Հեսա ամենաուշը մի ժամից կտեսնես ես մինչև ես ինչ կարայի անեի, բայց ինձ զսպում էի։ Էլի եմ ասում, Լեոյի դիակը պայմանավորվածը տեղում են գտնելու։ Դով գոնե դու պատասխանի։ Պապի։ Թքած։ Ալո, Ավո մանաննա։ յա, բա բարև ձեզ, ես համար ես կեզ որտեղից, Կարևոր չի լսի բան եմ ասում։ ասա գանձս, Հունանի ձայնն եմ լսել, ասում էր Լեոյի դիակը հեսա գտնելու են, խնդրում եմ մի բան արա Լեոյին գտի, ոչ մեկը զանգերից չի պատասխանում։ արա դե այդ արնախումը չի հանգստանալու հոսորով չի, Ավո խնդրում եմ, արագացրու, ոչ Դավիթն է զանգերից պատասխանում, ոչ պապին, սիրտս կանգնում էլ չգիտեմ ինչ անեմ։ Ուր գնաց։ Ամեն ինչ լսել եմ, ինչ ա ուզում Լեոյից, հիմա ինչ ա եղել։ Քո հեռախոսով զանգի Լեային տուր ինձ։ Գնա Գրիշին արթնացրու, թող գնա հոր հետևից։ Չէ, բացատրեք հասկանամ ինչ ա եղել։ Մինչև ես քեզ բացատրեմ աղբերդ են աշխարհ կգնա, ասում եմ զանգի Լեային տուր ինձ։ Գնա Գրիշին արթնացրու արագ։ Hamanın. Լեա, ուր ես։ Հասնում եմ մեր պայմանավորված տեղը մամ։ Դու հասել ես։ Չէ, հետ գնա Լեա։ Ոնց հետ գնամ։ Ինչ ա եղել մամ։ Լեա, հետ գնա արագ։ Հայրդ ամեն ինչ գիտի։ Ինչ գիտի մամ։ Ինչ ա կատարվում չեմ հասկանում։ Ինչի՞ ես մանանի հեռախոսով զանգում։ Լեա, խնդրում եմ հետ գնա, հետո ամեն ինչ կբացատրեմ, հետ գնա։ Ապրես, քշի։ Ինչ ա ստեղ կատարվում։ Դե էլ քեզ միամիտի տեղ մի դիր։
կարամ իմանամ ինչա կատարվում։ Չգիտես։ Ինձնից պետք է իմանաս։ Ինչ եք կազմակերպել։ Որն է իմ դերակատարությունը կազմակերպածի մեջ։ Հանգիստ։ Ինչ եմ խաղում չիմանալով, պապ։ Դե մայրդ քեզ ու Լեոին օգնելա, որ երկրից դուրս գաք։ Չկա տենց բան։ Մամատ այնքան է հաճել, որ իմ գլխից թռնում ու ձեր համար գործարքներ է անում։ Ինչ ես խոսում, ես ու մաման պետք է երկրից դուրս գայինք։ Կարող է դու ու մամատ պետք է գնայիք։ Բայց ձեր պայմանավորված վայրում այդ Լեոնը կանգնած քեզ սպասում։ Ես չեմ հասկանում ինչ ես խոսում, ես չեմ իմացել այս մասին։ Ու քեզ թվում է ես պիտի հավատամ։ Եթե ամոթից զգացումը անցել էր, ասեիր։ Թողեիր ամեն ինչ ու ասեիր, որ պապա թքած ունեմ ամեն ինչի վրա, որ դու սպանել ես Լեոյի հորը։ Վերջացրու։ Հա դե ես էլ կընթառաջեի, կասեի գնա բալես գնա ու երջանիկ եղի։ Ով է քեզ ու մամային թույլ տվել իմ փոխարեն որոշել։ Խաղալ իմ ու որ ավելի սարսափելի է Լեոյի զգացմունքների հետ։ Էդ հիմա դու իմ վրա ես մոնատ գալիս։ Հենց հիմա գնում ենք տուն։ Ես պետքա պարզեմ ես ինչ եք կազմակերպել ու ինչ դերեր ենք կերտում ես ու Լեոն։ Լավա չասեցիր գնում ենք Լեոյի մոտ։ Հասկանում ես չէ՞ որ այդ ջահելը պետքա սպասի ու թողի գնա տուն։ Էլի էշի տեղ դրեցիք հա ինձ։ Էլի խաբեցիք։ Իմ վեր հեք ծիծաղում թե զգացմունքներիս։ Ատում եմ ձեզ։ Ու ատում եմ ինձ, որ ձեզ էլի հավատացի։ Որ ձեզ էլի մոտ թողեցի։ Ատում եմ։ Գրիշ վերկաց, խնդրում եմ։ Վերկաց։ Դե կերանք թոքանանք էլ ինչ է։ Վա, ինչ քնել, վերկաց ասում եմ, Լեոին վտանգ ասպառնում ձերոնք իրան են ուտում հել։ Դե կանցնի սպանի թու էլի վա։ Վա, ինչը կանցնի, վերկաց ասում եմ, լավ չեմ վերկաց օգնի, խնդրում եմ։ Ոնց լավ չուս, հələ շուտարը նստի դու, լուսամուտը բաց է մոթա։ Վայ, կարող է լսես ինչ եմ ասում։ Ասում եմ ձերոնք Լեոյի գլխին ինչ-որ բան են սարքել, հիմա եթե ինչ-որ բան չանես, իրան մի վնաս կտան։ Արոքենք ես ինչ խառը բաներ ես է խոսում, նոր գանգատներից է տեիր խոսում, մի Լեո, մեո ես խառնում, ինչ այլ է։ Մի հատ կարող է գնաս սառը ջրով լվացվես, որ հասկանաս ինչ եմ ասում։ Ավո։ Դու ինչ վերկացար։ Ավո գասես ուր ես գնում։ Խառնեմ սերս ցավը տանեմ Սուսանա, ավոտ ես որ շատ խառնա։ Հիմա կասես Ավո մեզ ինչ վտանգի մեջ ես նորից գցել։ Չես համաչում։ Դու ամոթ չես անում։ Քանի անգամ եմ կյանքս դրել վտանգի տակ քո երեխուս համար, հա։ Կներես, բայց ես նման բան չեմ հիշում։ Ամոթ քեզ, ապերախտ կին, որ դու տենց ինչ չգնահատեցիր։ Ոնը կասես ուր ես գնում։ Ավոն ուրա գնում, ավոն չի գնում, ավոյի աստղային ժամն է հասել, ասպարեզ ամտում ավոն, ավետիկ Դավիթի Սարգսյանը, Ռոզալիա։ Էլ ինչ են, երկնակամարում շուտով ավոյի աստղն է փայլելու, դու էլ խաբար չես։
Գոնե ասա երբ կգաս։ Ինձ մի սպասի։ Խորևս, պարկի քնի, գնա երեխուն գրկի ու քնի, լավ։ Լսի, ոչ մեկի առաջ դուր չբացես, հասկացար։ Ինչ խառը գործերի մեջ է Սավո։ Այսքան տարի միասին ենք, երբեք մինչև վերջ ինձ չվստահեցիր։ Արա դե սպանիկ, ոչ մի օր չեք թողում մարդ նորմալ քնի-քնից ելնի։ Հիմա ինչ ա եղել, ով ում ա կերել։ Գրիշո այս պահին միայն քո մեկնաբանություններն էին պակաս։ Եթե աղբորս մի բան եղավ, երեխուերս չեք տեսնելու։ Չես զգում, որ հարմար պահ չես ընտրել սպառնալիքներ հնչեցնելու։ Դե ձեռքդ զենք ա ընկել։ Հիմա 9 ամիս պիտի այդ զենքը օգտագործես մեր դեմ։ Ես ընդամենը ուզում եմ իմանամ Լեոին ինչ է կարել ու ինքը հիմա ուր ա։ Արա դե համբերելի մի րոպե ինչ Լեո։ Մաման լավ չի դտենակ ինչ ալում։ Նա կուզես մի բաժակ ջուր բերեմ։ Ես ուզում եմ զանգես եղբորդ տեսնես ուր ա։ Հա բայց կպատասխանի որ։ Դու զանգի լմամ քիչ ես զանգում։ Որովհետև պապատ տնից դուրս գալուց առաջ մամայդ համարյա թե սպանում էր։ Պապի, դու ինչ ես Արթոն։ Պապի։ Պապ ջան, վերկաս գնա տեղերդ քնել, հետո էլ կասես ինչի ա մարմինս ցավում։ Չանեմ գրկած քեզ տանը։ Պապի։ Պապի։ Պապ։ Պապի, ցավը տանը, պապի, պապի! Լեո, շուտա, պապի ապջի, զակնի! Պապի, ցավը տանը, խնդրում ինձ նայ, պապի, Լեո! Պապի, Լեո! Բարդ ես, խնդրում կանչ գրանցեք, շտապ կանչ գրանցեք, ասում եմ։ Դու չես վերկալում, աղջկա տամ գտնելու։ Դու ստեղ հեռախոսս։ Ինչի, որ սրտաջմլիկ ձևով բացատրություններ տաս։ Ես դու չես կարա իմ հետ սենց վարվես։ Ես քո համար լակոտ չեմ։ Լակոտը սա է, որ հələ մինչև հիմա զանգում ա քեզ, որ դու իբր տեղյակ չէիր, որ պետքա տեսնեիք իրար։ Ես ու Լեոն կատարվածի մասին չենք իմացել։ Չի կարելի սենց վարվել մարդու հետ։ Ես անմարդկային ա, պապ, Լեոն պետք է իմանա, որ ես ամեն ինչը սարքած ա եղել։ Ինքնաբերաբար կիմանա։ Հադե բա ինչի պիտի վերցնես։ Շատ լավ դու մերդ սարքեցի գլխիս։ Ախր դավում ասում էր։ Դրանց հետ գործ չունես։
Հայձեր հոգուն մոտախ, ես ինչ եկան։ Հայրիկ ջան, էլեկտրասրտագրություն ենք անում, հանգիստ պարտիկ։ Բայց ինչ է եղել։ Բաբջան, ցավը տանը մի խանգարի թող իրենց գործը անեն, էլի մարդիկ։ Բայց քեզ ով է խնդրել։ Այս մարդկանց գործից կտրես, բերես, ասցնես այստեղ, հա։ Հայրիկ ջան, մենք ներկապային մեր աշխատանքն ենք կատարում։ Լսեցիր։ Անձնագիրը կբերեք։ Հա, հեսա բերեմ։ Անձնագիրը ինձ մոտ չի։ Այն օրն աչքովս ընկել։ Ինչ ես ում, այդ տղա ինձ ալից, ինչ ես ընկել հետևիցս։ Եկեք մի պահ չխոսենք։ Ախր բժշկի ջան, ես հիվանդ չի։ Ոնց է սիրտը, պապի։ Ժամացի պես աշխատում է, չէ։ Ժամացույցի պես չէ, բայց էլեկտրասրտագրությամբ խնդիր չեմ տեսնում։ Լսեցիր։ Իսկ ինչի ուշ կգնաց։ Ինչ է եղել։ Հավանաբար ճնշման անկում է եղել, ինչի հետևանքով դիտվել է ուշագնացություն։ Ցանկալի կլինի հիվանդանոցում հետազոտվեք։ Հա, հիվանդանոցը ճիշտ կլինի։ Դու ինձ հարցրել ես, որ հիվանդանոց ես ուղարկում։ Պապի, ինչ անում եմ, քո անվտանգության ու առողջության համար եմ անում։ Ես հիվանդանոց գնացող չեմ։ Եթե մեռնեմ էլ, ուրեմն տանն եմ մեռնելու։ Լեոն ուրա, թող ինձ քո ձեռից ազատի։ Լավ արծեր։ Ուրա Լեոն։ Քունը չի տանում արա։ Ոնց կարա քունս տանի, եթե ես չգիտեմ, թե ուր է իմ աղբորս Բալեն։ Ինձ ինչ ես զանգել։ Կարող է գիտես տեղը կատու եմ քո համար։ Հունան, եթե Աստված ունես, ասա տենամ ուր է աղբորս Բալեն։ Լեոս ուրա։ Ինչի դու Աստված ունես, որ իմ Աստծուն ես փնտրում։ Տես դու էլի չես հանդարտվում։ Դու չես հանգստանում, Հունան։ Դու ուզում ես անենց անես, որ ես գնամ կտրուկ քայլերի։ Քո ամենակտրուկ քայլը կարող կանանց խաբել լինի։ Այ Չէ, դու հաստատ ուզում ես, որ ես ջղայնանամ։ Սառը դու շնթունի ջղայնությունդ կանցնի։ Բարի գիշեր։ Հունան լսի։ Վերջի անգամ եմ հարցնում ուր է Լեոս։ Ես գիտեմ, որ էլի դուք եք այդ երեխու գլխին սարքել։ Ես իմ տունը հանգիստ նստած եմ, շատ գիտեմ քո աղբոր տաղեն ուրա։ Ու քեզ մի խորհուրդ։ Համարս ջնջի, որ սրանից հետո էլ չզանգես։ Ես շատ գիտեմ ուրա քո աղբոր տաղեն կամ ովա տարել։ Սրան ով հասցրել։ Լավ, Հունան։ Ես որ հասա ձեր տուն, դու հաստատ անհանգիստ կկանգնես։ Հիմա ինչ պետք է սենց նայենք իրար դեմքի, մինչև ինչ որ վատ լուծ ստանանք։ Մանան դու շատ մի հուզվի, հղի ես։ Այդ ոնց որ ես տանը քչերին է հուզում։ Գրիշո, բարի գործ արա կնոջդ լռեցրու գլուխս պայթում, այնքը անverջ խոսում է։ Երբ խոսքն աղբորս մասին է, ես չեմ կարա լռեմ։ Երևի ամենաճիշտ քայլը աղոյին զանգելն էր, հա։ Դե, դա ինչ պետք է աներ, որ այդ աղոն։ Մալացես, քույրես ոնց որ բարեհաճեց վերջապես։ Սա նորությունները կիմանանք պատմիլը։ Չես հավատա, ես էլ եմ եկել շատ բան պարզելու։ Դուք իրար մեջ ինչ ուզում եք պարզեք, էլի մենակ ասեք Լեոն ուր է։ Այդ հարցին երևի իմ բարեգործ մաման պատասխանի։ Ընտանիքով հավաքվել եք, հա։ Ուր է Լեոն։ Ինչ եք արել հետը։ Նախ մենք հավաքվել ենք ստեղ մեր ընտանեկան հարցերը պարզենք։
Աղբորդ մասին բան ես ուզում իմանալ, զանգի 911։ Ես լսել եմ ձեր խոսակցությունը ու լսել եմ թե ինչ էիք ուզում անել Լեոյի հետ։ Ու եթե իրան ինչ-որ մի բան է եղել, ես կանգ չեմ առնի, մինչև վերջ կգնամ։ Գրիշա սրանց տեղից տար։ Բաբջան մոռացել ես ինչ կարգավիճակում ես Վասիլը։ Դե ուրեմն սրան տիրություն արա։ Երբ որ դու ստեղ ես, թող քեզնից առաջ չընկնի, կամ քեզնից բարձր չգոռա։ Ես կարող եմ վերջապես մորս հետ խոսել, թե ստանով ավելի շատ է խոսում, իրան է լսում։ Քել ելնեք վերև լավ։ Չէ, ես մնում եմ, ես մինչև չիմանամ Լեոն ուրա ինչ վիճակում է, չեմ հանգստանա։ Աղջիկ ջան, քո Լեոին ոչ ոք մատով չի կպել։ Էրնակ հորս, դու գնաք հասայնակ։ Դե հա, եթե ես ոչնչով օգնել չեմ կարող, ավելի լավ է գնամ սենյակ։ Մենակ թե խնդրում եմ Հունան, շատ մի գոր գրայել է։ Շնորհակալ եմ շատ։ Քանի Արթուրն է, մի քանի անգամ ճնշումը կչափեք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ նորից։ Հաջողություն։ Հաջողություն։ Դավո ինչ ա եղել պապի համար էս սկորի կանչել։ Մտածես որտեղից ես գալիս ես վեշերով։ Պապի։ Պապի ջան ինչ ա եղել, ոնց ես։ Էլի սիրտը տա։ Լավ եմ, տղաջ։ Այս աղբերը իր համար քնում է, ինձ վրա երազատ տեսնում, շտապ օգնություն է կանչում։ Պապի լավ են ինչ ես խոսում։ Ճնշումը տնկել էր, ուշա գնաց գտել եմ քեզ աթոռիդ վրա։ Վայ։ Բայց ես որ գնացի աթոռիդ վրա հանգիստ քնած էիր։ Իսկ դու այդ ժամին ուր էիր գնում, որ ինձ էլ հանգիստ քնած ես տեսել։ Հա։ Հիմա ոչ մի բան չխոսաս ու պապին չծանրաբեռնես։ Չի, չեմ կարող այս տանը սենց ապրեմ, լուրջ եմ ասում։ Սուսպան այլի մի րոպե վայ։ Այդ դեպքում կամ բերան ես կարեք, կամ լեզուս կտրեք, որ չխոսամ չխանգարեմ։ Այս հավատանում չես տենում մի քիչ խառը վիճակներ ա տունը կանցնի էլի ժամանակավոր է, այսքան խոսալ պետք չի։ Հա բայց չեմ կարա չխոսամ, չեմ կարա զոմբիի նման նստեմ, նայեմ ոնց է իրար մի սուտում։ Այդ ինձ չի հետաքրքրում, ինձ աղբորս վիճակն է հետաքրքրում, ես հիմա չգիտեմ ինքը ոնց ա ուր ա։ Սպանիր այդ աղբորովդ լավ, որ մի բան եղած ելներ, հիմի Լեան հաստատ տունը չէր ելնելու, ոնց որ հանգստացի։ Ես չգիտեմ դու դա որտեղից ես ենթադրում, բայց ես անկեղծ այս պայմաններում չեմ կարող ապրեմ։ Ես այս պայմաններում անհնար է որ նորմալ հղիություն ունենամ։ Հղի ջան, հասկացանք։ Ասում եմ որ Լեան տունն է, աղբորոց բան եղած չի լինի հանգստացի էլի, դու քո մասին մտածի, մի հատ երեխու մասին մտածի, ինգել ես աղբորովդ։ Պատմի։ Հիմա չէ։ Բա երբ։ Արդեն ես եմ զզվել քո տեղես պատմություններից։ Դավո, դու ինչ գիտես ընդհանրապես ինչ ա եղել, որ մի հատ էլ հիմա խոսում ես։ Հրա ձեր սցենարը միշտ էլ նույնն է։ Միշտ մագուսները քեզ էշի տեղ են դնում։ Ինչ թազա բան պետք է ասես։ Արի ուզում ես պատմեմ ոնց ա եղել ամեն ինչը։ Դու մտածել ես ինքդ քո խելքով, որ հեսա դու գնալու ես տնից ու Լեայի հետ միասին երջանիկ ապրելու եք։ Բայց ինչպես միշտ Լեան վերջին վարքյանին որոշել է քեզ մենակ թողնի։ Տենց չի։ Կլինի սոսում ես։ Ինչի։ Ճիշտ է լսելը դուրս չի գալիս, հա։ Տհաճա։ Հա, Դավո։
Լեան ու մյուս մակունցները ինձ էշի տեղ են դրել։ Դու ճիշտ էիր ասում, աղբերս, դու ճիշտ էիր։ Բայց երդվում եմ, էլ սենց բան չի կրկնվելու։ Ախր ամեն անգամ նույն բանն ես անում, բայց միշտ ասում ես, որ չի կրկնվելու, բայց միշտ նույն բանը անում ես։ Ինչ ասեմ, հիմարի մեկն ես դու, այդ ես թող մակունցները քեզ միշտ քշեն, դու մանանից ոչ մի բանով չես տարբերվում, նույն բանն եք։ Մամա, ես Լեոյի հետ կապի դուրս չեմ եկել։ Դու հո լավ գիտես։ Փոխարենը ես եմ դուրս եկել։ Որովհետև դավաճան ես։ Ես տենց չեմ կարծում։ Սեփական երախու մասին մտածելը դավաճանություն չի։ Իսկ դու ինձ հարցրել ես, որ իմ փոխարեն որոշել ես։ Վստահ եմ, որ քեզ հարցն եմ կմերժես։ Դրա համար էլ խաբել ասել եմ, որ միասին ենք մեկնում։ Իսկ չէր մտածում այդքանից հետո ինչ կլինի քո հետ։ Ինչ կանեմ ես քեզ։ Չէի մտածում։ Որովհետև խաղակարտին երախուս կյանքներ, երախուս երջանկություններ, ինչքան ասեմ։ Իսկ ես ինչքան ասեմ։ Ինչքան կրկնեմ, որ իմ աղջիկը այդ Ռաֆի լակոտի հետ չի կարող կյանք կապի։ Բայց ես չեմ կարող տեսնել ոնց երեխես աչքիս առաջ մարում։ Այսքան ժամանակ ոչ ոք սիրուց չի մեռել հələ։ Այդ մենակ գրքերում է։ Երկուսդ էլ սուս մնացեք։ Հերիքը։ Մի քիչ խիղճ ունեցեք։ Ձեզով ասել, որ իմ փոխարեն կարաք որոշեք։ Իմ փոխարեն ապրեք։ Իմ փոխարեն ընտրեք։ Արդյունքում խաղալով թե իմ, թե Լեոյի զգացմունքների հետ։ Լեոն հանուն քեզ պատրաստ էր իր ընտանիքը լքել ու կյանքը զրոյից սկսել։ Ավելի վատ, մամ։ Դու գոնե հասկանում ես, ես այդ տղային ինչ զոհողությունների եմ դրդել իմանալով, որ չեմ կարող իր հետ լինեմ։ Չէ։ Մամատ միշտ ուժեղ կին է փորձել խաղա։ Բայց մի կարևոր հանգամանք հաշվի չենք առնում, որ այդ ամեն ինչը եղել է իմ կողքին, իմ շնորհիվ, իմ շողքից է տենց թվացել։ Ինձ ձեր հարաբերությունները չի հետաքրքրում։ Ինձ առհասարակ էլ ոչ մի բան չի հետաքրքրում։ Իմ պահանջը մեկն է, որ հանգիստ թողեք ինձ, առավել ևս Լեոյին։ Սիրով։ Եթե մամատ ինքնագործունեությամբ չզբաղվի։ Ես քեզ երդվում եմ։ Ոստիկանության ձեռքը կհանձնեմ, եթե հանկարծ փորձես Լեոյին մոտենալ ու վնասել։ Լավ չես անում, աղջիկ ջան։ Լավ չես անում, որ ընտանիքի անդամներին դավաճանում ես։ Իսկ դավաճաններին հասարակությունը չի ընդունում։ Ես վաղուց արդեն դադարել եմ հասարակության կարծիքով ապրել, որովհետև այդ նույն հասարակությունը քո ցավը քո հետ չի կիսում։ Ակտիվանում եմ մենակ դատապարտելուց։ Սպասի։ Ես քեզ շատ սիրող մամայից ստեղ մոռացել ոնց որ։ Ես դավաճանի հետ նույն հարկի տակ չեմ պատրաստվում ապրեմ։ Ու գոհարի, որ ստեղից ողջ ու առողջ դուրս ես գալիս։ Էս նաև մամայի տունն է։ Չէ, մամաց ստեղ ոչինչ չունի։ Գնա ստեղից, քանի թևիցը չեմ բռնել ու դուրս շպրտել։ Գնացիր։ Ես քեզ այդ հաճույքը չեմ պատճառ։